Բարի առավոտ, բարի լույս, բարի ողջույն, սիրելի քուրեր եղբայրներ, շնորհակալ ենք, որ միացաք մեզ եւ մենք շարունակում ենք մեր եթերը եւ այսօր մենք միացել ենք մեր սիրելի Կարեն Պապյան եղբայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, նա աստվածաբան է եւ հովիվ շատ առիթներ ենք ունեցել իր հետ թե այստեղ եւ թե արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից իր հետ միասին ունենանք այս առավոտը եւ լսենք Տիրոջ խոսքը նրա միջոցով։ Կարեն ջան, շնորհակալ եմ միացալ մեզ, ձեր մոտ ուշ գիշեր արդեն եւ քո կարծես թե քնի հաշվին այսպես ասած համաձայնվեցիր մեզ միանալ եւ դրա համար մենք շատ շնորհակալ ենք եղբայրս Տերորնիկ է շատ։ Շնորհակալություն հրավերի համար, շատ շնորհակալ եմ, որ միացել եմ, քունը կսպասի։ Սա նենց առիթ է, որ չի կարելի բաց թողել։ Դու այսպես ասած քնելու ես Աստծո խոսքի այսպես վերջաբանով այո, օրվա վերջը քունը դիմավորելու ես Աստծո խոսքով, իսկ մենք առավոտն ենք դիմավորում Աստծո խոսքով, հետաքրքիր է շատ։ Այո, շնորհակալ ենք եղբայր եւ ինչ անենք, անցնենք մի անգամից թեմային անցած անգամ Մարիամ, Մարթա եւ Ղազարոս պատմության մասին էր խոսքը եւ կարծես թե այսօր էլ ինչ որ շարունակության այսպես նմանակություն կա վերնագիրը ունի այդպես թույլ է տալիս մեզ որ մտածենք որ դա կարծես շարունակություն անցած անգամվա թեմայի ինչու Մարիամը օծեց Տիրոջ ոտքերը իրոք շատ խորը արդեն կարծում ենք որ լավ խորը իմաստ ունի սա եւ սիրով քեզ լսում ենք Կարեն ջան Ես կուզեի հիշեցնել սիրելի բոլոր մեր դիտորդներին որ մենք Աբրահամի հետ միասին ունեցել ենք հանդիպում, ինչու շնորհակալ չեմ լինում, հա, շնորհակալություն չեմ հայտնում, այդպիսի մի թեմա ենք մենք միասին անցել, որը հիմնված է Ղազար ներողություն։ Ղուկասի 7-րդ գլխի 36 համարների հիմքի վրա, որտեղ այդ նույն իրավիճակը նկարագրված էր, հա, որտեղ Տիրոջ ոտքերը օծում է Մարիամը։ Եվ այնտեղ կտրվածքը մի քիչ այլ կողմից էր, ես կուզեի հիշեցնել, որ այո, թոդա բառը եբրայերեն, որը իր մեջ ուներ շնորհակալ լինելու գաղափար, այն ժամանակ դրանից ենք խոսել, իր մեջ ունի եւ գիտակցման գաղափար, որ գիտակցում է ու խոստովանում է ու խոնարհվում է սրա մասն ենք շեշտը դրել։ Այո, որովհետև Պողոս Առաքյալի ավետարանում Ղուկասում այդ էր շեշտվածությունը։ Այսօր մի փոքրիկ մենք նայելու ենք մյուս ավետարաններում ինչպես է նկարագրված, դա կլինի հենց Հովհաննեսի ավետարանից 12-րդ գլխից 12-րդ գլուխ առաջի իսկ համարներում մենք կարդում ենք Հիսուսը զատիկից 6 օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսներ։ Պետք է անմիջապես հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ այդտեղ, որտեղ որ նա գտնվում էր, հացկերույթ էր, հա, հացկերույթ էր, դրա մասին հիշատակվում է Ղուկասից ներողություն, Հովհաննեսից եւ Ղուկասից բացի եւ Մատթեոսում եւ Մարկոսում եւ Ղուկաս ներողություն Մատթեոս 26-ի 6-ում հատուկ գրված է եւ երբ որ Հիսուսը Բեթանիա էր Սիմոն Բորոտի տանն էր Սա շատ հետաքրքիր է այսինքն դեպքերը եթե պատմական իրավիճակը փորձենք նկարագրել 6 օր է մնում որ շուտով պետք է Տերը գնա Երուսաղեմ ու տեղի կունենա այն խայտարակությունը, որ մարդիկ որոշեցին իրենց արարչին սպանել, դրանից առաջ մի քանի ամիս առաջ տեղի էր ունեցել հենց այդ գյուղում, գյուղ չասեմ լավ քաղաքում, գյուղաքաղաք էին, հա, հրաշք, որտեղ հարություն էր առել
մի քանի օր առաջ մահացածը։ Եվ շատ մեծ հավանականություններ կա, որ դրանից իսկ հետո Սիմոնը, որը դրանից կարելի ասել ոգևորվել էր, ինքն էլ որը լինելով բորոտությունից էր մաքրվել։ Հավանականությունը շատ է, որ դեպքերը այդպեսի հերթականություն են ունեցել եւ Սիմոնը, որպիսի շնորհակալություն հայտնի, հրավիրում է իր տուն եւ բնականաբար այնտեղ է այն մեկը, ով պատճառ է դարել եւ իր բորոտությունը, որ մաքրվել է, այսինքն հավատք է վրա ներշնչել, որտեվ այնտեղ մենակ ես կարծում եմ իրեն չի հավատ ներշնչել, Հովհաննեսում գրված է 12:9, որ հрьяաների շատ ժողովուրդ գիտած թե նա այնտեղ է եկան եւ ոչ միայն Հիսուսի համար, այլ Ղազարոսին էլ տեսնեն, որ մեռելներից հարություն տվեց։ Այսինքն մենք տեսնում ենք այդ իրավիճակը, որ կար մարդիկ հավատում էին եւ ուզում էին Ղազարոսին էլ տեսնել, հազիվ առիթ է։ Եվ Սիմոնը այդ առիթը օգտագործում է, հրավիրում է, հատուկ նկարագրված է, որ Մարթան իր տանը նույնպես գտնվում էր ու ծառայում էր։ Եվ շատ հետաքրքիր է, որ Մայրամը կարծես թե հրավիրվածների մեջ չէր, այդպիսի մի իրավիճակ նկարագրված։ Թե ինչու անհասկանալի առաջի, իսկ բայց այդպիսին է, որտեղ Մայրամը տեսնում ենք հետո է գալիս տուն։ Արդեն Մարթան ծառայություն է անում, նրանք սեղան են նստած, արդեն սեղանի վրա որ ասма կենասներ են խմում ու նոր գալիս է Մայրամը։ Եվ այդպիսի տպավորություն է, որ Մայրամը չի եկել։ Եվ պատճառներից կարծես թե նա է, որ Մայրամը Սիմոնի հետ կապված ինչ որ ժամանակ ինչ որ խնդիր է ունեցել։ Հավանականությունը դա է, որ անմիջապես չի գնացել այդ տուն։ Եվ ինչու է այդպիսի վարկած թույլատրելի որպիսի լինի, որովհետև մենք տեսնում ենք, որ Մայրամը երբ որ գալիս է, միայն Սիմոնն է, որ այդպիսի միտք է իր մեջ բարձրացնում, եթե նա մարգարե լինի, կիմանա ինչպիսի կին է։ Ոչ թե բոլորն էին մտածում, որ նա ինչպիսին է։ Եթե ինչ որ մեկը կարող է հակառակն ապացուցել, խնդրեմ մեծ սիրով, ես կուզեի լսել։ Այո, գրված է Ղուկասի 30-ը ներողություն, 7-րդ գլխի 37-ում գրված է, ահա այն քաղաքում մի կին կար, որ մեղավոր էր։ Այստեղ լրիվ այնպիսի իրավիճակը նկարագրում, որ Մայրամը կարծես թե ոչ մի կապ չուներ այդ հյուրընկալությանը, այն դեպքում, որ մենք այլ ավետարանում տեսնում ենք, որ այնտեղ էր նրա եղբայրը պատվավոր տեղում նստած եւ նրա քույրն էլ ծառայում էր։ Այո, պատվավոր տեղով, որտեղ գրված է գալիս էին, որ նրան էլ տեսնեին։ Այսինքն կարելի ասել Սիմոնը մի հատ գեղեցիկ ցուցահանդեսի նման մի բան էր կազմակերպել, այդպիսի իրավիճակ է։ Եվ ինքը հպարտանում էր, ես էլ եմ բժշկված։ Ինքը բժշկված է, նայեք, հարություն առածը, տեսեք, ես ում եմ հրավիրել իմ տուն, այդպիսի ես դիրք ունեմ։ Բայց եւ նույն ժամանակ մենք տեսնում ենք, որ Մայրամը խուսափելով գալիս է, միևնույնն է, բայց գալիս է։ Նպատակները նրա ավելի խորն էին։ Նա դատարկ չի գալիս, շատ հետաքրքիր է։ Հունարենում այդպիսի մի հետաքրքիր բառ է օգտագործած, որ վերցրեց։ Դե հիմա շատ անգամ կարելի է ասել, դե հա ինչ, բա պետք է չէ վերցներ, չէ։ Կարելի է օգտագործել ոչ թե վերցրեց, այլ բերեց իր հետ։ Այդպես էլ ենք օգտագործում, բայց հատուկ այնպիսի շեշտվածություն կա, որ ցույց է տալիս, որ նա կարծես թե յուրահատուկ ձևով դա գնել է։ Այն ինչը որ գնել է,
այդ անուշահոտությունը, հա, իրականում անմիջապես Երուսաղեմի տարածաշրջանում չէր պատրաստվում։ Պատմությունը, պատմական դեպքերը պատմում են, որ առաջին դարում հավանականությունը շատ է, որ դրան բերվում էր Հնդկաստանից։ Եվ դա ահավոր արժեքավոր ինչ որ մի բան էր։ Հին միկվան ժամանակները չի, հա, որ AliExpress-ով, այնտեղ չգիտեմ, ճիշտ եմ ասում այդ անունները, Amazon-ով, eBay-ով, չգիտեմ ինչերով պատվիրեց մի քանի օրով դասնավ կանգա եւ ասես, վայ, դե լավ, այն ժամանակ երկար էր տևում։ Բայց Մարիամը կարծես թե դա ձեռք է բերել յուրահատուկ նպատակներով եւ վերցնում ասես ու գալիս է գրված է որ դա կարելի էր վաճառել 300 դինարով սա էլ է կարևոր եւ նա չի ափսոսում գիտեք 300 դինարի պահը կուզեի մի պահ շեշտել ինչ արժեք ունի դա կարելի ասել հստակ չեմ ուզում բոլոր հատվածները բացել Մատթեոս 20-րդ գլխում գրված է որ դա մի օրվա աշխատանքի գումարներ երբ որ մարդուն աշխատանքի են բռնում մի օրվա արժեքը 1 դինարին էր կամ 1 դահեկան այսինքն այդպիսի նշանակություն ուներ այս գումարը գրեթե 1 տարվա աշխատանք գրեթե այո գրեթե 1 տարվա աշխատանք մի վարքյան ես մի հատ կարևոր պահել էի ուզում շեշտել որ երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում Տեր Հիսուսը կարծես թե հետաքրքիր զրույցի մեջ հետաքրքիր մի քայլ է ցույց տալիս հատուկ շեշտելով Սիմոնի ասելով որ մի մարդ կար երկու հոգի իրեն պարկ էին մեկը 500 մեկը 50 դահեկան եւ այդ 500-ը կարծես թե հենց այդ յուղի արժեքն է ես կարծում եմ որ երբ որ ասել են 300-ը մի քիչ ոնց որ ասած ձեռքի վրա արագ վաճառելու գին կարելի էր ասել կարծում եմ որ նրա իրական արժեքը Տեր Հիսուսը ասում է սա իմ կարծիքն է սովորական դա թույլ եմ տալիս այդպիսի բան ավելի թանկ էր այսինքն սա ավելի թանկ էր քան թե 300 դինարին դրա համար Տեր Հիսուսը նրան Սիմոնին ասում է Սիմոն մեկը 50 էր պարկ մեկը 500 եւ կարծես թե ասելուց լիներ որ քո տուն եմ եկել կարծես թե քո լավությունը 50 դահեկանի արժեք ունի դու այդ ճոխ ընդունելություն ես արել լավա ճոխա բայց 50-իա քո տուն մեկը եկել է որը ինքը չի կազմակերպել տոնը բայց գալով իր հետ բերել է ահավոր ավելի թանկ բան 10 անգամ թանկ քան թե դու ես արել դու կարծես թե լավություն ես անում քեզ բուժել է նա բերում է իր շնորհակալությունն է հայտնում որ ես իր եղբորը հարություն եմ տվել եւ քանի որ ինքը շնորհակալություն է հայտնում իր եղբոր հարությունը ես էլ ներում եմ իր մեղքը կարծես թե տարօրինակ է չէ հնչում նա շնորհակալություն է հայտնում բայց իր մեղքերն է ներվում սա մի պահ փորձենք պահել ու հիշել գնանք մի քիչ պատմությունը նորից նայելու ճանապարհով ինչ ենք տեսնում իրավիճակը իրավիճակը շատ ահավոր թեժանում է այնտեղ երբ որ աշակերտներին ծռում է Հուդան
ասելով լավ չէր վաճառել դա գոնե 300-ով ես կարծում եմ որ այդ զրույցներից հետո որ Տերը նրան գովերքեց ասեց որ սրա մեղքերը ներված են այս կողմ այն կողմ դրանից հետո գնում է Հուդայի զրույցը որ իսկ լավ չէր որ ինքը այդ քայլը չաներ վաճառեր գոնե 300-ով վաճառեր 300-ով կվաճառեինք աղքատներին կկերակրեինք ինչքան առատություն կլներ եւ ամենաահավորը գիտես որն է Աբրահամ որ այդ զրույցի մեջ մենք նկատում ենք որ աշակերտներից մեկը երբ որ այդպես խոսում է չէ այդպես է գրված դե հիմա փորձենք այդ խոսքերը նայել մյուս ավետարաններում նայում ենք մյուս ավետարաններում ինչ ենք տեսնում 8 համար 26 գլխի Մատթեոսի ավետարան նրա աշակերտներն էլ տեսնելով նեղացան ասացին ինչու եղավ այդ կորուստը Հետաքրքիր մի հատ իրավիճակ է։ Ես միջև կանցնեմ թե ինչ է իրանից ներկայացնում յուղի օծությունը, սա մի կողմ ենք թվում։ Մի հատ պատմական իրավիճակն եմ ուզում այդ ծանր նկարագրել։ Կարծես թե ամեն ինչը հարթ պետք է գնա, Սիմոնին պատասխանը տվել է, կնոջ ասել է քո մեղքերը ներված են, մեկ է Հուդան հարց է բարձրացնում ինչու եղավ այդ կորուստը լավ չէր վաճառվեր ու Մատթեոսը նկարագրում է որ աշակերտները այսինքն մի աշակերտը չի այդպես մտածել ու դեռ ավելին գրված է նեղացան ուշադրություն ես դարձնում հետաքրքիր մի վիճակ աշակերտները Հուդայի խոսքից ես այդպես եմ մտածում եւ ոչ միայն ես շատ աստվածաբաներ որ Հուդայի խոսքի հիմքի վրա ծռվեցին եւ ինչ արեցին իրենք էլ գնացին այդ կողմ որ Տեր Հիսուս նրա փոխարեն որ մի հատ հանդիմանես այդ կնոջ արածը դու գովում ես մեղքեր ես թողնում 500 դահեկան կորուստ ու գրված է նեղացան ու գիտես դա ինչա նշանակում դա նշանակում է որ մի հատ էլ Աստծո վրա մունաթ է կա իսկ ինչ թափթփված կառավարիչ ես իսկ դու ո՞նց ես կառավարում դու ինչ արար կորուստ եղավ ես հիմա կուզեի մի քիչ այս պահը այդ կողմից էլ նայենք նկատել ես ինչա տեղի ունենում Աստված գովում է մարդու արածը գովում է կողքի մարդիկ ինչ են անում պախարակում են նույնիսկ համարձակվելով ում են պախարակում Աստծուն են պախարակում այսինքն Սա մարդկային այն առանց նեղանալու տականկության գերադրական աստիճանն է, որ երբ որ մարդը ինքը լինելով ագա եւ տարբեր տարաբնույթ ցանկություններ, նա այնպեսի վիճակ է ստեղծում, որ ուրիշի ուրախությունը սևի է բերում ու նույնիսկ համարձակում է արարչին ինչ որ տեղել հանդիմանել, կպնել ու գրված է նեղացան, ումից նեղացան, արարչից նեղացան, Տեր Հիսուսից նեղացան, որ ես ինչ թույլ տվեցիր, ու սա այն է, որ փաստացի տեղի ունեցել, հիմա գնանք մի քիչ այլ կողմից էլ նայենք, թե ինչի որոշեց ոտքերը օծել, ոտքերը ինչու որոշեց օծել,
Ընդհանրապես, ինչպես էր տեղի ունենում հին ժամանակներում օծությունը։ Եթե մենք մի րոպե ուշադրություն դարձնենք Ղուկասի աներողություն եմ ասում, Մարկոսի ավետարան 14-րդ գլխի 3-րդ համարում, բայց գրված է, որ շիշը կոտրեց նրա գլխի վրա։ Իրականում ոտքերը չի, գլուխն է եւ օծել։ Հետաքրքիր է։ Այսինքն ինչու գլուխը օծեց։ Սաղմոս 133 շատ հետաքրքիր մի խոսք կա։ Տես ինչ բարի եւ ինչքան ցանկալի է, երբ որ եղբայրը իրար հետ մեկտեղ բնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձի ծայրերը։ Օծությունը հին ժամանակ, երբ որ կատարում էին, գլխի վրա էին լցնում յուղը, որը առատորեն պետք է թափեր ու հասներ եւ ոտքերը։ Մայրամը որոշում է յուրահատուկ քայլ կատարել, Տեր Հիսուսին օծում է։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեր Հիսուսին օծել։ Մայրամը օծությունով ինչ է փաստում, որ ինքը Տեր Հիսուսին որպես ինչ է ճանաչում։ Տեր, թագավոր, փրկիչ։ Թագավոր Տեր, բայց մի քիչ ավելի գեղեցիկ բառ կուզեի լսած լինեի։ Գիտեք, այդ բառը մենք չենք օգտագործում ցավոք հայերեն։ Մենք օգտագործում ենք հունարեն բառը, մենք օգտագործում ենք եբրայերեն բառը։ Տեր Հիսուսը ով է։ Քրիստոսը։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեր Հիսուսը։ Հա, Տեր Հիսուսը Քրիստոսն է, չէ, սովորական մի բան չէ, նայ։ Հովանեսը իր ավետարանի մեջ, ներողություն։ Իր առաջի թղթում գրում է. Նա է, որ ասուց է, եթե Հիսուսին ընդունում է, որ Քրիստոսն է, իսկ նա չէ, եթե Հիսուսին չի ընդունում, որ Քրիստոսն է։ Օրինակ բերեմ առաջի թուղթ 2-րդ գլուխ 22 համար։ Հիսուսին ընդունել որպես ինչ։ Օծյալ փրկիչ։ Օծյալ։ Մայրամը իր եղբորի հարությունից հետո Տեր Հիսուսին մոտ որ գալիս է, որոշում է կատարել բացառիկ մի երևույթ։ Բառից բուն իմաստով նրան համարելով, որ դու օծյալ ես։ Կարելի ասել, ոչ միայն համարելով, այլ նաև կարծես վկայելով, դավանելով շրջապատի մեջ։ Կինը իրավունք ունի օծելու։ Համարելով դա էլ մի հատ հարց է, չէ՞։ Ինքը իրավունք չունի։ Չէ, ինքը իրականում կինը իրավունք չունի օծելու։ Ինքը իրավունք չունի կինը օծելու։ Բայց ինքը օծություն է անում։ Յուրահատուկ բացառիկ երևույթ։ Ես որ համարել բառը ասեցի, այդ իմաստով եմ հենց ասում, ճիշտ ես նկատում։ Այսինքն նա եկավ ու բոլորի առաջ վկայեց, որ դու ես Քրիստոսը։ Կարող ենք ասել, որ դա մարգարեական քայլ էր ինչ որ։ Օրինակ, տես մարգարեները օծում էին, ում էին այդ լիազորությունը։ Վերջապես ինչ որ մարգարեական մթնոլորտ էր ստեղծվել այդ իմաստով էլի։ Ես բոլորովին կողմ եմ։ Արի մի քանի համար նայենք։ Հովանեսի առաջի հենց Հովանեսի 4-րդ գլուխն ենք նայում։ Այն կինը,
երբ որ խոսում էր Հիսուսի հետ, ասում եմ 25 համարում, գիտեն, որ Մեսիան պիտի գա։ Նկատում ես ինչ եմ ասում։ Հովանեսի առաջի գլուխ 41 համար։ Գիտեն, որ գիտես մի րոպե ոնց է հնչում։ Սա առաջ գնում է իր Սիմոն եղբորը եւ ասում է. Մեսիան գտել ենք։ Օծյալը գտել ենք։ Ընդհանրապես Հովանեսի ավետարանում յուրահատուկ ձևով ձգված է այդ Հիսուսին Քրիստոս ընդունելը։ Դա ինքը նույնիսկ թղթերում է պահում այդ գաղափարը, որ Հիսուսն է Քրիստոսը, որ Հիսուսն է օծյալը, պարտադիր հատուկ շեշտելով։ Սա բացառիկ ձևով է։ Իսրայելում խստի ձևով սկսվեց արգելվել, որ նա ով է, որ նա Քրիստոսն է։ Նայ, կարդում եմ 7-րդ գլխի 25 համարից։ Այն երուսաղեմցիներից ոմանք Հովանեսի ավետարան 7:25։ Ոմանք ասեցին, չէ որ սա նա է, որին ուզում են սպանել։ Ահա նա համարձակոսում է, ոչինչ չեն անում։ Միգուցե իրավ իշխաններն էլ իմացան, որ սա է ճշմարտապես Քրիստոսը։ Այս գաղափարը, որ նա է ճշմարտապես Քրիստոսը, այնտեղ որոշներն էլ ասում են, չէ, Քրիստոսը որ գա, սա է եւ այլ։ Իրականում Իսրայելում հենց այդ ժամանակահատվածում խիստ արգելված էր Քրիստոսին պաշտելը, Հիսուսին որպես Քրիստոս պաշտելը։ Արի այդպիսի մի փաստ ուղղակի ասեմ։ Ինչ է նշանակում Քրիստոսը ըստ Իսրայելի ժողովրդի այն ժամանակ։ Դա նշանակում էր, որ մեկն է, որը օծված է, ուղղակի վերջ չէ։ Նա նշանակում է, որ նա արարիչ Տերն է։ Հրեաները նայ շատ-շատերը մտածում են, որ Քրիստոսին հրեաները հենց այնպես չէին ընդունում, չէ, իրենք Հիսուսին չէին ընդունում որպես Քրիստոս։ Հիսուսի ով լինելու վրա, որ ինքը կա գոյություն ունի, հրեաները չեն կասկածել։ Հիմա էլ հրեաները չեն կասկածում։ Մինչև օրս հրեաները չեն կասկածում, ասում են հա եղել է։ Նա խաբեբայի մեկն է եղել։ Նրան որպես Քրիստոս։ Ինչու՞։ Որովհետև երբ որ նայում ենք որպես Քրիստոս հասկացողություն, հրեաները ասում էին դու ես, օրինակ Կայափան ասում էր, դու ես Քրիստոսը, Բարձրյալ Աստծո որդին։ Ասում է դուք ասեցիք, ասում է դրան էլ ինչ պետք է աստվածահայություն։ Մատթեոս 27-րդ գլխում է գրված։ Իսկ ի՞նչ է նշանակում աստվածահայություն։ Ներողություն է 27-ը ասում, 26-րդ։ Մի վարքյան հիմա որպեսի կարդամ, որպեսի լավ պատկերացնեք։ Ասում է դու ես 26-ի 63 համարը։ Դու ես Քրիստոս Աստծո որդին, ասեցիր, դու ասեցիր։ Նրանք հանդերձը պատառեց ասեց. հայոյեց, ինչ է պետք։ Սրան պետք է սպանել։ Հայոյեց, ինչ է նշանակում հայոյեց։ Ինքը իր անձը Աստծո տեղ դրավ։ Հրեաները հավատում էին, որ Քրիստոսը Աստված է։ Սա բացառիկ նշանակությունով ամբողջ ավետարաններում կարող եք տեսնել։ Նրանք Քրիստոսին չէին ուզում, ներողություն, Հիսուսին չէին ուզում Քրիստոս ճանաչեին։ Սա որովհետև իրաց համար Մեսիան Աստված է։ Բայց չեն հավատում, որ Հիսուսը հենց այդ Մեսիան է։ Նրանք ուրիշ Մեսիա են այդ իմաստով։ Այո, շատ ճիշտ ես նկատում։ Ես հիմա մի նայ 9-րդ գլխում Հովանեսի ավետարան 9-րդ գլուխ
22 համար նրա ծնողները այս ասեցին, որովհետև հрьяաներից վախենում էին, որովհետև հрьяաները արդեն միասին որոշել էին, որ եթե մեկը Քրիստոս դավան է, ժողովրանից դուրս լինի փաստա։ Այսինքն ով որ Հիսուսին բացառիկ ձևով Քրիստոս դավան է, ժողովրանից դուրս են հանում։ Հիմա Մայրամը ինչ է անում։ Մայրամը գալիս է, այնտեղ ով է գտնվում։ Իր հարություն առած եղբայրը, այնտեղ են հрьяաները, վկայությունը շատ է։ Փարիսեցի է ինքը Սիմոն Բորոտը, փարիսեցիները լիքը կան, բոլորը կան, ինքը գալիս է բացառիկ ձևով ասում է դու Քրիստոսն ես։ Դու Քրիստոսն ես, վերջ, դու Քրիստոսն ես։ Ու այդ բացառիկ խոսքերից հետո միանգամից սատանան միջամտություն է ուզում ցուցաբերի։ Ինչ է անում։ Առաքյալները, որոնք իրենք պետք է անդադար ներկայացնեին, որ Հիսուսն է Քրիստոսը, իրենք ինչ են անում։ Նեղանում են։ Հիշում ես, Մատթեոս 16-րդ գլխում այդպիսի թեմա կա։ Ասում է Տեր Հիսուսը հարցնում է. Ինչ եք ասում։ Ով են, մարդիկ ինչ են ասում ինձ համար։ Հա։ Հիշում ես։ Ու Սիմոնը գալիս է ասում է. դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Իսկ հիմա ինչ ենք տեսնում։ Կարծես թե Տեր Հիսուսը մահանում է, ոչ թե կարծես թե, այլ պատրաստվում է մահվան, օծվել է մահվան համար է օծվել։ Ինչի է մահվան համար օծել, որովհետև նա հայտարարվում է, որ ինքն է Քրիստոսը, եւ առաքյալները դա չեն ընդունում։ Ով է ընդունում։ Մայրամը։ Առաքյալները չեն ընդունում։ Սա բացառիկ է։ Ոչ թե մենակ չեն ընդունում, այլ հակառակվում են։ Նրանցից մեկը դիվահարված է։ Դևը մեջն է, անունը Հուդա։ Առաքյալները նրան են լսում, դիվահարին են լսում, հակառակվում են Հիսուսին, հակառակվում են ու ինչ են անում։ Նեղացնում են եւ կնոջն էլ։ Նեղություն են տալիս, Տեր Հիսուս ասում է թողեք, թողեք։ 7 համար Հովանեսի ավետարան 12:7 համար թույլ տուր դրան նա իմ պատանքի օրվա համար էր պահել այդ հետաքրքիր խոսքա չէ։ Մի րոպե սա յուրահատուկ խոսք է նայ Մայրամը կարելի ասել քո ասած խոսքն եմ ասում մարգարեական քայլել կատարեց նրան մահվան համար օծեց դա միակ մարդն էր որ մեջներից հավատացել էր որ Մայրամ Հիսուսը գնում է խաչվելու նրան սպանելու Հիշում ես Հիսուսը 16-րդ գլխում Մատթեոսի ավետարան ասում է ես գնում եմ Երուսաղեմ ինձ վերցնելու են սպանեն ինչ անում Քրիստոս դավանած Պետրոսը Հիշում ես ինչ ասում Քավլիցի քեզ է դա Քավլիցի Տեր ինչ ասում ետս գնա սատանա Մայրամը միակ մարդն է ով Երուսաղեմ գնացող Տեր Հիսուսին պատրաստում է թաղման այսինքն ստեղ հավատալով Մի հատ հետաքրքիր բան կա, Փաստորեն Մարիամին, եթե ընդհանուր բովանդակությունը հասկանանք, բացվել էր կամ հասկացել էր, որ հասկացել էր Քրիստոսի գլոբալ ծրագիրը, ընդհանրական ծրագիրը։ Սա շատ կարևոր է։ Այսինքն, եթե մարդը չի հասկանում Հիսուսի ընդհանրական ծրագիրը, նա փորձում է իրեն կենցաղի մեջ մտցնել իր այդ իմաստով։ Հաջորդ տողեր ասում է, աղքատներին միշտ ձեզ հետ ունեք բայց ինձ միշտ չունեք, սա հետաքրքիր բան է։
ինձ ձեզ հետ չունեք։ Արի այդպես նայենք էլի Աբրահամ։ Իրականում սա ամենա ցավալի հատվածն է, ես կարծում եմ ավետարանի մեջ։ Ամենացավալի, որ առաքյալները եթե այն ժամանակ միայն Սիմոնին ասեց ետս գնա, հիմա կարելի ասել ոչ թե մենակ Հուդան էր դիվահարված, այլ բոլորն էին այդ ազդեցության տակ, որոնք չէին հավատում Հիսուսի խաչվելը, որ գնում է։ Ինքը ասում է, ես գնում եմ Երուսաղեմ, իրենք հա, մենք էլ կգանք քո հետ կմեռնենք, հա, գիտենք, դա գիտենք, բայց ոչ մի այլ զգացողություն, որ նա Քրիստոսն է, չկա։ Այդ քաջասիրաբար մենք էլ կգնանք կմեռնենք, այդ խոսքեր էր։ Դա ուղղակի ընկերական խոսք։ Նրանք չէին հավատում, որ Հիսուսը պետք է մեռնի։ Կարեն եղբայր, մի սենց հարց կարելի է Հիսուսը որ է Քրիստոս։ Ես ուզում եմ սա մի փոքր դու բերեցիր մեջտեղ այս թեման, հարցս այսպես եմ ուզում ձևակերպեմ։ Նայ, մենք շատ ենք ասում Հիսուսը իմ հետ է, Հիսուս իմ հետ խոսում է, Հիսուսը իմ մեջ է, բայց սա դեռ բավարար չի։ Եվ կարծես ավելի զգացմունքային բնույթ է կրում իր մեջ մարդկային, բայց երբ որ Հիսուսն է Քրիստոսը, սա ինչ-որ բան է փոխում։ Ինչ կասես սրա մասին, այսինքն Հիսուսին ճանաչում ես որպես Քրիստոս եւ դավանում ես, այսինքն Հիսուսը այդ օծյալն է։ Ինչ տարբերություն կա սրա մեջ։ Մի քիչ կուզեմ ավելի բարձրաբանվի։ Որովհետև կներես, գիտես հարցի ինչ եմ ուզում տամ։ Մենք շատ անգամ, երբ որ ասում ենք Հիսուս, կարծում ես, որ ինքը մեր համար ավելի երևակայական դեմք է, քան իրական, որ կարելի է իրոք շոշափելի ձևով նկատել։ Այս սրա տարբերությունը։ Ես կուզեի ժամանակի հետ կապված կարճ մտքով ասել։ Ընդհանրապես Քրիստոսի հասկացողությունը բացառիկ է պահը, դա է, որ դու ընդունում ես, որ նա մահացածն ու հարություն առածն է։ Այսինքն դու կարող ես վերցնենք օրինակ խոսքերով ասես, ես հավատում եմ, Հիսուսին հավատում եմ, որ նա Հիսուսը հարություն առել, իսկ հավատում ես, որ դու հիմա հավիտենական կյանք ունես։ Հավատում ես, որ քոնն է հավիտենական կյանքը, որ օրվա ընթացքը քո հավիտենական կյանքով ես անցկացնում, որ Քրիստոսը այն հավիտենականությունն է, որ քո ներսում է։ Դե մարդը կարող ասի, հախի չեմ հավատում։ Ես էլ եմ հավատում, որ մարդիկ այդպես կասեն, բայց երբ որ գալիս է փորձության պահի ժամանակ, մեկը տեսնում ես հետ են քաշվում։ Ես, մյուսը հարց է ծագում, ինչի հետ քաշվեցիր։ Աբա վտանգավոր էր։ Ես ուրիշ բան չեմ ասում։ Պրիմիտիվ օրինակ եմ բերում։ Վտանգավոր էր։ Մարիամը գիտակցում էր վտանգը, չէ՞, այդ քայլին գնալով գիտակցում էր ընդհուպ մահվան։ Այո, ընդհուպ մահվան, վտանգավոր էր։ Հիմա նայ, ինչն է հետաքրքիր։ Հիսուսին Տեր, այսինքն Քրիստոս դավանելը առօրյա կյանքի վրա եմ ասում։ Պողոսը այդպիսի նկարագրում էր տալիս, ասում էր ես երբ որ Քրիստոսին դավանում եմ, սա պետք է թույլ տամ մի վարքյան, հիմա բացել եմ մի վարքյան կարդալ,
այս խոսքերը, որպեսզի շատ գեղեցիկ լինի։ Այդ որ ասում եմ վախենում եմ, հա, հետ քաշվեցի, սովորական բան չէ։ Վասզի չեն կամենում եղբայրք, երկրորդ Կորինթացիս առաջի գլուխ 8 համարից եմ կարդում, որ դուք չգիտենաք այն նեղությունը, որ Ասիայում մեզ եղավ։ Մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցանք, միչև որ մեր կյանքի հույսն էլ կտրել էինք, բայց հենց մենք ինքներս մեր վրա մահվան վճիռ ունեինք։ Վաու։ Որպեսզի մեր անձերի վրա հույս չդնենք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է, որ այդպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում է։ Քրիստոսին դավանել նշանակում է, որ դու հավատում ես մահը պարտված է 100%, քո համար, քո ընտանիքի համար, բոլորի համար, գործնականում, ոչ թե խոսքերով, գործնականում։ Այսինքն Շատ դժվար է։ մահվան իշխանություն տակից դուրս ես գալիս, մահը քո վրա իշխանություն չունի։ Այդ իմաստով նա։ Ամեն Եբրայեցիս 2-րդ գլուխ կարդում եմ, նա մեզ ազատեց 15 համար եւ ազատ ներողություն 15-ից չէ 14-ից արդ որտեվ մանուկները այրունի մարմինի մասնակից եղան, ինքը շատ նման կերպով մասնակից եղավ, որ իր մահովը խափան է մահի իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատել նրանց, որ մահի վախովը իրենց բոլոր կյանքի մեջ ծառայության մեջ բռնված էին։ Քրիստոսին հստակ դավանելը ուղղակի դա նշանակում է, որ դու մահի իշխանությունից ազատ ես։ Դու ազատ ես։ Դու չունես ոչ մի երկյուղ։ Մայրամը հենց այդպիսին էր։ Պետրոսը այդպիսինը չեղավ։ Հիշեք, Պետրոսը ինչ արավ։ 3 անգամ ուրացավ։ Այդ պահին այդպեսին չէր, բայց հետո եղավ։ Դե հետո դե հասկանալի է, խոսում եք այդ պահին, սիրելի բարեկամներ։ Ես բոլորը խոսում եմ միջև հետո մարդիկ դարձի են գալիս, խելքի են գալիս։ Նայեք, Ղուկասի ավետարանում մենք հետևյալ խոսքերն ենք կարդում։ 24-րդ գլխում, երբ որ մենք հանդիպում ենք Էմմաուս գնացողներին, այն երկուսը որ գնում էին, նրանք իրար հետ որ խոսում էին, ասում էին խաբար չես Տեր Հիսուսին, ի՞նչ է տեղի ունեցել։ Ոնց որ մենակ դու ես որ բեխաբար ես։ Բայց չես իմանում, մենք հավատում էինք, դες ինչ ասում։ Հիսուս Նազարովեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջին, ինչպես մեր քահանապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին եւ նրան խաչեցին։ Իսկ մենք հույս ունենք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր։ Հստակ։ Մենք հույս ունենք, որ նա էր։ Իսկ Մարիամը գալիս է բացառիկ ձևով բոլորի առաջ ասում է, այս անձնավորությունը իմ Քրիստոսն է, որը շուտով գնալու է մահվան ու Եվ հարություն առնելու, նաև այդ իմաստով չէ։ Ու հարություն առնելու։ Փաստորեն Կարեն կներես, ինչա կատարվում։ Ես մի հատ հետաքրքիր բան նկատեցի։ Փաստորեն Հիսուսի զրույցը Ղազարոսի մահվան ժամանակ, երբ որ եկավ, ազդել էր Մարիամի վրա, նա հավատաց այդ խոսքին։ Շատ սիրուն։ Լրի տեղ ընկավ։ Հասկացար չէ։ Այսինքն նա երբ որ ասան Մարթանել ինքնել, որ գայիս տեղ, այս կողմ են կողմ լավ կլներ։ Շատ սիրուն։ Հա մենք հավատում ենք, որ դու ինչ որ հիմա խնդրես, այ ամեն ինչ որ խնդրես Մարթաներ ասում, ամեն ինչ որ խնդրես Աստված կտա։ Այ բայց մեռելի հարությունը չէ, այս պահին չի տա։ Հա, կտա, բայց ոչ այս պահին։ Բայց հիմա Մարիամը միջև ոսկորները հոգու խորքը ոնց են ասում, ուղնուցուցը հավատացել էր, որ նա Քրիստոսն է, որը մեռնելու հարություն առնելու, նա է,
Հիսուսը ասավ, չէ, ես եմ ինչը կյանքը ու հարությունը այդ բառերը մտելա երկու քույրերի սրտի մեջ, չգիտեմ, Մարթայի մեջ մտավ, թե մենակ Մարիամի մեջ է մտել։ Այդ հասկացությունը Մարիամը խոր բանի մեջ էր ընկել։ Պատկերացրու, եթե մենք փորձենք, այսինքն համեմատել աշակերտներին եւ Մարիամին, փաստորեն Մարիամը ավելի հասունություն ուներ այդ հավատքի մեջ, հա, այդ պահին։ Փաստորեն այդ է դուրս գալի։ Վաու։ Փաստորեն այդ է դուրս գալիս։ Թեև հետագայում մենք տեսնում ենք, որ Մարիամն էլ է կոտրվում։ Մենք հետո դա ենք նայելու։ Ցավոք Մարիամն էլ է կոտրվում։ Գիտես, գերեզման գալուց ես այդ Հիսուսի գերեզման գալիս։ Ես ինչի եմ այդ ամեն ինչը ուզում տեսնանք։ Ուզում եմ տեսնանք, որ երբեք չի կարելի այն հպարտությունը կրծքիդ վրա ունենաս, որ ես երբեք երկու բառը բոլորս անկումներ ենք ունենում, դա բնական է, քայլեր ենք կատարում, հաջորդ պահին անկում ենք ունենում, քայլեր, նայ, գիտես Աբրահամ, Տեր Հիսուսը, ես տես որտեղ եմ տանում, Տեր Հիսուսը մի ապրումներ է ունենում, որի համար այդպիսի խոսքա գրած, թող ոչ մեկը չզարմանա, որ ես խոսքերը կարդում եմ, Եբրայեցիս 5-րդ գլուխ, մի վարքյան, գրվածը 8 համարում, թե և որդի էր այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Սա վտանգավոր հատված է։ Ես ունեմ դրա հետ կապված շատ մտքեր, բայց մի կարևոր բան։ Տեր Հիսուսը թեև որդին էր, որպես մարդ, թեև ինքը գիտեր, որ ինքը պետք է անցնի բոլոր այդ փուլերը։ Գեցսեմանի այգում խնդրում եմ, Տեր, կլինի բաժակը ինձնից հեռու տանես։ Ասել, որ ես հավատում եմ, անցնել այդ փուլերով, դրանք տարբեր բաներ են։ Անցնելը ամենաահավորն է, Մարիամը ինքը Տեր Հիսուսի հետ կարելի ասել անցավ ու ինքն էլ չդիմացավ։ Ես չեմ փորձում մեղադրել, բայց ինքը եղավ այն միակը, որը առաջինը տեսավ, հա, առաջինը տեսավ։ Միակը, բացառիկը, չեմ ուզում, սա բացառիկ էր, ու որին Տեր Հիսուսը ասավ, Մարիամ, Խասյաթիդ համաձայն, դու միշտ գալիս ես ինձ դիպչում ես, գրկում ես, հիմա մի դիպչիր ինձ, մի հատ գնամ երկինք գամ։ Խասյաթ Հիմա կուզեի հետ այդ պահը պատկերացնենք, սիրելի բարեկամներ, որ ասել թե ես հավատում եմ, ես հզոր եմ, ես մենք բոլորս տարբեր ապրումներով անցնելու ժամանակ ունենում ենք անկումներ, վերելքներ։ Դրա համար Սուրբ Գիրքը ասա կներես, չէ, ասա դու վերջացրա նոր միտքս կասա։ Դրա համար Սուրբ Գիրքը այդպիսի հետաքրքիր բան է տալիս կարճ ուղակի իրար աջակցեք, իրար քաջալերեք, իրար հորդորեք, իրար աջակ։ Ինչու՞, որովհետև պահի տակ մարդը կարող է անկում ունենալ։ 12 գլուխ, Եբրայեցիս 12 համարն եմ կարդում։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռները, տկարացած ծնկները,
Ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, որ կաղը չգլորվի, վանավանդ բժշկվի։ Հովաներություն։ Մայրամի արած քայլը սա մի փոքրիկ ծառայություն էր հատուկ կարելի ասել հենց առաքյալների համար, որպիսի նրանք մի պա խելքի նորից գան, որովհետև չէին հասկանում ուր են գնում, չէին հասկանում ինչի են գնում, հա խոսքերը ինչա կատարվելու, շատ ծանր է, բացառիկ մի պահ կուզեի ասել, շատ ծիծաղելի է շատ անգամ, որ մարդիկ ասում են ժողովուրդը Կիրակի օրը հավաքվել էր, որտեվ հարություններ նշում, որ ժողովուրդը, որոնք ոչ մեկը չէր հավատում, որ հարություն առել Տեր Հիսուսը։ Շաբաթ ներողություն, Կիրակի օրը նրանք հավաքվել էին, որտեղ թաքնվել էին, չէին հավատում, որ Հիսուսը հարություն է առնելու։ Միջև Տերը չհայտնվեց, ասավ. «Այ անհավատներ, այս վիճակները դե ինչ է»։ Բայց ինչ է ասում, հա։ Ինչի մասն է խոսում։ Ինչի մասն է։ Հիշում ես Հիսուսը Պետրոսին ասում է. «Ես աղոթեցի քեզ համար, որտեղ սատանան ուզում էր սաղիդ ոչնչացնել»։ Սա Մարիամի արածը ուղղակի բացառիկ մի հատ քայլ էր, որ բոլոր տղամարդկանց կարելի ասել քաջալերման մի քայլ էր։ Հենց այդ Գավեն եղբայր, հաստատ ինչ է կատարվում։ Քանի մենք Հիսուսին հավատում ենք որպես Հիսուս, սատանան շատ հանգիստ է։ Թույլ տուր մի քիչ կոպիտ ձևով ասեմ։ Դե հավատա Հիսուսն է, աղոթիր ըմբան։ Հենց մենք հասկանում ենք, որ Հիսուսն է Քրիստոսը, այս սա է լուրջ խնդիր իր համար։ Ճիշտ ենք նկատում։ Այո։ Նայ մի հատ 12 գլխից հետաքրքիր մի քանի խոսքեր եմ ուզում կարդալ։ Նախ երբ որ որոշում են մարդիկ Հիսուսին մոտենալ, դες ինչա կատարվում։ Հիսուսը 12-րդ գլխում շարունակության մեջ կարդում ենք. մի ձայն է լսվում վերևից։ Վաու։ Մարդիկ ասում են որոտնուքի ձայն էր։ Ինչի է Տերը խոսում։ Մի անգամ էլ Տերն է կողքից ոգևորում, հաստատում, վկայում, հաստատում։ Ու ինչ թեմա է գնում։ Թեման նա է ինչի մասին է։ Ժողով ներողություն, որպեսզի լավ պատկերացնեք, այդ խոսքերն եմ ուզում կարդալ։ 27 համար։ Հիմա իմ անձը խռոված է։ Եվ ինչ ասեմ, հայր, ազատիր ինձ այս ժամից։ Սակայն ես սրա համար եկա այս ժամի մեջ։ Հայր, փառավորիր քո անունը։ Երկնքից ձայն եկավ, փառավորեցի էլ դարձյալ կփառավորեմ։ Ժողովուրդը կանգնած լսում էին, ասում էին որոտնուք եղավ, ուրիշները հրեշտակ խոսեց եւ այլն։ Հիմա տես Հիսուսը ասում է, այս ձայնը ոչ թե ինձ համար եղավ, այլ ձեզ համար։ Հիմա դատաստան է այս աշխարհին, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կգցվի։ Երբ որ ես բարձրանամ երկրից, ամենքին կքաշեմ ինձ մոտ։ Եվ ասում էր, որ ցույց տա, թե ինչպիսի մահով պիտի մեռնի։ Ժողովուրդը ասեց. մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոս հավիտյան կգնա, դու ինչպես ես ասում, թե պետք է մարդի որդին բարձրանա։ Ով է մարդի որդին։ Նկատում ես, ինչ թեմա է գնում։ Խնդիրը նրանում է, Տեր Հիսուսը խիա տխրել։ Եվ ստեղ Հիսուսը բառը չի օգտագործում, Քրիստոս բառն է օգտագործում։ Հետաքրքիր է։ Ժողովուրդը պատասխանեց, մենք օրենքից լսեցինք, թե Քրիստոսը։ Սա դե բնականաբար, օցիալ։
Օծյալը։ Օծյալը գիտես խնդիրը նրան մեր խեր Տեր Հիսուսը տխրել հարց Ասեմ ես։ Գտաս նիկս Այստեղ շատ կարևոր է ինչի Հիսուսը տխրեց, որովհետև ժողովուրդը չճանաչեց Աստծո ձայնը։ Ասում են նրանց համար դա որոտմունք էր։ Նա չճանաչեց, որ Աստված խոսում է իրանց հետ։ Նաև այդ իմաստով։ Գուցե տարբեր իմաստներ ունի, ես դա նկատեցի։ Չէ, դու ճիշտ ես նկատում։ Բայց ձայնից առաջ էր, որ խռոված էր։ Հա, մի րոպե։ Հա։ Ձայնից առաջ էր խռոված էր։ Տեր Հիսուսը խիա խռովել։ Խիան եղել։ Ճիշտ է, կներես։ Հա, չէ։ Բայց քո ասածի միտքը կա, որովհետև Աստծո ձայնը, որ ինքը գնում է մեռնելու, չեն հավատում։ Դե դրա համար էլ ասինես ինչ որոտմունք է։ Պատկերացնես Տերը խոսում է, բայց իրանք ուրիշ բան են լսում։ Վաու։ Այո։ Խնդիրը նրանում է, որտեղ որ ձայնն էլ չեն ճանաչում, իր ձայնն էլ չեն ճանաչում, ում ձայնն են ճանաչում։ Ինքը պատրաստվում է մեռնելու։ Մայրամը ի վերուստ ոնց է Պետրոսին Տեր Հիսուս ասում, դա քեզ հայտնեց, հա։ Ի վերուս ստացել է առաջադրանք Մայրամը, ներշնչանք վերցրել է, բերել է Տիրոջը օծում է մահվան համար, բոլորին վկայություն տալով, որ նա գնում է մեռնելու, չեն հավատում, քիչ չի, նրանք նեղացնում են Տիրոջը, ասելով աղքատներին լավ չէր կերակրեինք, ես ինչ մարդ ես, աղքատները բա, չեն տեսնում, որ Տերը գնում է, չեն տեսնում, որ Տերը տխուր է, չեն տեսնում, որ Տերը նեղված է, ու Տերը ավելի է, դրանից հետո են որ ասում է ընկճվում, հիմա նորից եմ ասում, ինչի է Տերը տխուր, որովհետև մենակ է, մնացել, մարդիկ թողել են, ոչ մեկ չի մնում, առաքյալները, ես ունեմ հետաքրքիր ժամանակին քարոզների շարան ունեի, վերջի ժամերի դրվագների վերլուծություն էի կատարում եւ ինտերակտիվ տարբերակով է եկեղեցուն անցկացնում, անդամները իրենք մասնակից լինեն, մեկը որոշի ինքը Հուդանը, մեկը որոշի Պետրոսն է, ինտերակտիվ, այսինքն բոլորը ակտիվ մասնակցում են քարոզին, ես հարցադրումներ եմ անում, հոգեվիճակը, որպեսզի լավ պատկերացնեն, գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ մանրակրկիտ մենք փորձում ենք ուսումնասիրել, մի բան ենք հասկանում, Տեր Հիսուսը հասկացավ մի սարսափելի բան, ասավ իշխանը ընկնում է, չէ, բայց իշխանը ընկնելուց ինչ է արել, շատ հետաքրքիր պահ կա, հայտնություն 17-րդ գլխում, ներողություն 12-րդ գլխում մի դրվագ գոյություն ունի, որտեղ նկարագրված է, որ դևը, որ վայր է ընկնում, աստղերի 1/3 իր հետ գցում է, հիմա Հիսուսը նկարագրում է, սատանան վայր անգնում, բայց սատանան կարողացել է նենց անել, որ Տիրոջ առաքյալներին գցել է, չեն հավատում, ոչ ոք չի հավատում, սա ամենասարսափելին է, Մայրամը վերջի մի լույսն էր, որ մահից առաջ բերավ ցույց տվեց, որ դուք ինչպիսին պետք է լինեք, նրանք չէին հավատում, հիմա հարց, խիա Տերը տխուր, որտեղ տեսնում է սատանան իր հետ, կարողանում է Աստծո առաքյալներին գցել, հասկանում ես, ինք ասում է, տեսնում եմ սատանան ընկնում է, բայց էլ ինչ է տեսնում կողքերից տեսնում է ով անգնում, Հուդան,
Կողքից տեսնում է ով անկնում Պետրոսը, կողքից տեսնում է ով անկնում Մաթեոսը։ Եկեք բարձ խոսենք, ով մնաց խաչելության ժամանակ Տեր Հիսուսի մոտ։ Հովհաննեսը։ Հովհաննեսը։ Բայց մենք հետո իր քահանայապետական աղոթքի ժամանակ նկատում ենք, որ ասում է Տեր հայր դու ում որ տվեցի, ես չկորցրեցի։ Պահի այս աշխարհի մեջ ոչ թե դա։ Բայց ինքը Համենայն բայց ցավ չէ։ Դա ցավ է, իհարկե։ Բնականաբար լսի ոնց ուզում է լինի Տեր Հիսուսը հասկանում է որ դիմանալու են Պետրոս դու դիմացիր ինքը քաջալերում է աղոթեց Պետրոսի համար հա հատուկ քայլեր է կատարում ժողովուրդը անկում է ապրած սա է Մայրամը այն միակն էր որը չէր ընկել այդ ժամանակ հասկանում ես դե զարմանալի է իրոք զարմանալի է բայց փառքի գոչ ես ուզում եմ դրանով ուղղակի ավարտել որ ահա որը նրանում է որ ուշադրություն եթե դարձնենք ովքեր էին առաքյալները Տիրոջ ներկայացուցիչներն էին ով էր Մայրամը Սովորական մի կին ովքեր էին առաքյալները նրանք ովքեր Տիրոջ անունով դևեր էին հանում ով էր Մայրամը հասկանում ես Մայրամը մի թույլ էակ էր բայց որին Տերը օգտագործեց որպիսի մի պա հանդիմանություն խրատ եւ իմաստություն ձեռք բերեն իր անկում ունեցող առաքյալները ավարտելով մի կարևոր բանի վրա հիշեցնեմ Մաթեոսում գրված է երբ որ Պետրոսին ասավ ետս գնա սատանա դրանից հետո առաքյալները կարողանում էին դև հանեին գրված է չէին կարողանում դև հանել ու Տեր Հիսուսը եկավ հանդիմանեց ասավ ինչքան ժամանակ ձեզ հետ պետք է լինեմ Իսկ հիմա երբ որ նրանք Տիրոջ ընթրիքում նստած էին ընթրիքին ներկա էր արդեն հստակ սատանան գրված է սատանան մտավ Հուդայի մեջ ընթրիքում նստողներից մեկը դիվահարեր միջև վերջ դև հանողները նկատեցին ոչ ոք չի նկատել ասածս հետը դա է որ այդ անկումն էր Տերը տեսնում որ ահա որ ցավոտ անկում էր իսկ ում միջոցով այդ գիգանտներին բարձրացրեց մի կնոջ ում հենց իրանք ուզում էին ոչնչացնեին հանդիմանելով նեղացնելով որ ինչի բերար այդ փողը ծախսարեց ձև հետաքրքիր է Դրա համար սիրելի բարեկամներ ես կուզեի հիշեիք որ մարդու երեսին մի նայեք թե ով է մարդը աստվածաբանը աստվածաբանության դոկտորա դասախոսա ես հովիվա ձեռնադրված ես իմ բաները նկարագրեցի դիտավորյալ պետք չի նայել ես էլ մյուսնել կարող ենք անկում ունենալ բայց ամենա թույլ էակին որին կարող ենք մեր կյանքում վերևից նայենք ասենք այն ով էր նա կարող է այն անոթը լինել որի միջոցով Տերը կարող է լույս սփռել դաստալ բոլորիս հիշեք մարդու երեսին չի նայում Աստված չի նայում դիրքին պաշտոնին Աստված նայում է թե ինչքան է այդ մարդը խոնար ինչքան է այդ մարդը սիրուն ինչքան է այդ մարդը լցված քաղցրությամբ ու սիրով իսկ Մայրամը սիրում էր Տեր Հիսուսին միջև վերջ սա փաստ է դրա համար ինքը արավ միջև վերջ
Կարեն եղբայր, շատ կարևոր էր թեման, այս թեման ամբողջ մի ժամ որ խոսացիր, այս վերջին խոսքերդ, որ ինչ-որ թեմայի ընդհանուր միտքը ներկայացրիր, մեզ շատ այսպես լայն սպեկտր բացեց, հասկանալի դարձրեց, թե տիրոջ ծրագիրը ինչպես առաջ գնում։ Իմ կյանքում շատ դեպքեր ա եղել այսպիսի, որ Տեր ինձ ամաչացրել է ուղղակի։ Գիտես, անհավատ, չասեմ անհավատ, վերստին ծնունդ չունեցած մեկը, որ աշխարհի կյանքով ապրում, պատահել այնպես, որ շատ ավելի լուրջ հոգևոր քայլ արել, ճիշտ քայլ արել, քան ես։ Ու ինձ միշտ թվացել է, թե ես հոգևոր եմ, ու իր ճիշտ քայլը, որ ես սխալ եմ, ինքը ճիշտ էր, ինձ լուրջ դասեր ա տվել, ես հասկացել եմ, որ մի րոպե Տերը իմ հետ խոսած, չգիտեմ, եսի շատ կարևոր է, Աստված այնքան փոքր բաների միջոցով կարա խոսա մեզ հետ, բայց դա դեռ վերջը չի, գիտես վերջը որն է, երբ որ մենք նկատում ենք դա է, Աստծուն պատկանողները, ես վստահ եմ, որ աշակերտները լուրջ դաս քաղեցին, որովհետև մենք հետագա իրանց դրա պտուղները շատ ավելի վառ ձևով ենք, բոլորն են նահատակվեցին, նրանք են հասկացողները, ովքեր փնտրում են խրատ Աստծո անգամ փոքր բաների մեջ, սա շատ կարևոր է եւ շատ շնորհակալ ենք այս թեմայի համար, եթե կոչ ունես սիրով եւ քո աղոթքով ավարտենք եղբայրս։ Ես կոչս դա էր, որ այնքան խրատ ունեցան, որ Տեր Հիսուս ասում եմ ձեզ ուր էլ որ բոլոր աշխարհի մեջ այս ավետարանը քարոզվի, կխոսվի նա էլ որ դա արավ։ Այսինքն բոլոր առաքյալները այնքան են խրատ առել, որ իրենց հանդիմանության պահը գրել են ու հայտարարում են, որ մենք նեղացել ենք Տիրոջից, մենք ընկել ենք Հուդայի խելքին, դիվի հետ էին գնում հանդիմանությունը, բայց մեր ընդունել ենք եւ մենք պատմում ենք, որ այդ կինը հրաշք է կատարել, այդ կինը ավելի մեծ բան արել, քան ինչ որ մեզնից մեկը, ու բոլոր աշխարհում պատմվում է, որ Մարիամը այն վերջի լույսն էր, որ բացառիկ ձևով խաչելությունից առաջ հավատացել էր, որ Հիսուսն է Քրիստոսը, ու բառից բուն իմաստով օծել էր ակնհայտ բոլորին, վկայություն տալով, որ ես հավատում եմ։ Այնպես որ կուզեի, որ ասա։ Կարեն ջան, ես այս թեմայի, այս պատմության զուգահեռ գիտես, որ թեման եմ նկատում, Սամարացի կնոջ, եւ այդտեղ է շատ հետաքրքիր, հոգևոր լուրջ, ինչ ասեմ, թեմաներ է շոշափում Հիսուս այդ կնոջ հետ, եւ այն աստիճանի այդ կինը, չգիտեմ, արտնություն ապրեց, որ մի ամբողջ գյուղ բերեց Քրիստոսի առաջ, սա շատ հետաքրքիր է եւ Աստծո գործերը շատ անքննելի են, նաեւ սա է ցույց տալի այս իմաստով։ Եղբայրս սիրով, ասա եւ աղոթենք։ Աստվածս դա է, նենց որ հիշեք Տերը չի նայում մարդու կառուցվածքին, ինքը օգտագործում է խոնար սիրտը եւ կուզեի հիշեցնել, որ Տերը այդպիսի քաղցր խոսքեր ունի Եսայա 66-րդ գլխում, որ հնչեցնում է հետեւյալ կերպ մարգարեն Տիրոջ խոսքերը Ես սրան եմ մտիկ տալիս խոնարին, կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին ոչ թե այլ խոնարհություն Կարծեմ հաջորդ համարի մեջ ասում է ես Տերս բարձունքներում եմ բնակվում, բայց կոտրած ու խոնար հոգիների հետ եմ։ Սա էլ սրա մեջ, այս կոնտեքստի մեջ շատ ճիշտ է։ Եղբայրս։ Շատ ճիշտ։
Ներողություն եմ խնդրում բոլորից, եթե ես մի քիչ շատ պատմությունը նկարագրեցի տարբեր կողմերից, եթե չնկարագրես իրավիճակը, այո, շատ հա, պատմությունը ես տարբեր կողմերից նկարագրում եմ, որպեսզի իրավիճակը ընկալելի լինի, որտեղ մենք ֆիլմի նման պետք է տարբեր կողմերից դրվագները տեսնենք, որպեսզի կարողանանք որտեղ լավ պատկերացնենք, ինչ տեղի ունեցավ, ինչ արավ, հա։ Դրա համար ներողություն, որ մի քիչ շատ եմ մանրանում պատմությունը ներկայացնում եմ, բայց պատմությունը եթե չեք իմանում, թե ինչ արժեքա տեղի ունեցել այնտեղ։ Հաղորդենք ու ավարտենք, հա։ Պարքեստեր։ Մեր թանկագին Տեր ողորմած Աստված, քո որդու անունով եկել ենք քո առաջ եւ խնդրում ենք, օրհնիր ամենքիս, որ ոչ մեկս կորչող չլինենք, այլ ամենքս հիշենք, որ քո առաջ բոլորս հավասար ենք, որտեվ բոլորիս է սովորեցրել, որ ասենք քո աղոթքը, Հայր մեր։ Մենք բոլորս մեկ Հայր ունենք եւ բոլորս էլ քո զավակներն ենք, օրհնիր բոլոր մեր քույր եղբայրներին ու պահապան եղիր, որ երբեք չհպարտանանք, չմեծամտանանք, չգոռոզանանք, հիշելով, որ ցավալի այդ իրավիճակը, որ սատանան ընկնելով առաքյալներին էր գցում, այդպիսի երևույթներ աշխարհի վերջում էլ կլինի, բայց թող հեռու լինի մեզանից, որդու անունով Տեր, ամեն։ Ամեն։ Կարեն եղբայր, շատ շնորհակալ եմ, Տեր օրհնի քեզ շատ, քեզ բարի գիշեր ենք ասում։ Եվ նորից Աստված կմիանանք եւ կշարունակվի մեր զրույցը Աստծո խոսքի շուրջ։ Ես որքան նկատեցի արդեն հաջորդ հանդիպան համար թեմաներս պատրաստել։ Կոմը կարծես անսպառ է թեման եւ դա շատ լավ է։ Տեր օրհնի քեզ, բարևներ բոլորին եղբայրս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նմանապես։ Հարթիրոջը։ Ողջույններ Հայաստանին։ Սիրելի քույրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը եւ մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրաթա, Տերը շուտով գալու է։